Դեկտեմբերի 25-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել։ Բենզինի ներմուծման մենաշնորհը դե յուրե հաղթահարել ենք։ Ասում են բենզինի համար եռաբլուրը մոռացաք։ Ոչ, այդպես չէ, որովհետև զարգացած կայուն անվտանգ միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Արդյոք մենք ուզում ենք լինել Եվրամիության անդամ։ Այո, աներկբա եւ միանշանակ, բայց ԵՄ անդամ լինելու համար կա մի շատ մեծ եւ կարեւոր նախապայման։ Երկիրն օբյեկտիվորեն պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, գոնե 97-ից 99%-ով։ Պարզվում է, որ այնուամենայնիվ տարածք կա եւ Եվրամիության ճանապարհով գնալ եւ լինել ԵԱՏՄ անդամ։ Մենք այդ տարածքի մեջ ենք, մենք հստակ ենք հայտարարում եւ ձև չենք անում։ Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախրիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Հայաստան-Թուրքիա սահմանին էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված որոշ քայլեր ուզում են անել։ Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ հարցերը լուծված են տեսանելի ապագայի համար։